ոչ գծանմուշներ կան, ոչ մյուս կողմում կանգար կա տեղադրված։ Մարդիկ կարողանում են հասնել կենտրոն, սակայն կենտրոնից վերադառնալ չեն կարողանում։ Բնակիչներն էլ վերածնունդ թաղամասի որոշել են բողոքի ակցիա իրականացնել եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել։ Քանի որ քանիցս բնակիչները համատիրության գլխավորությամբ դիմել են քաղաքապետարանին եւ քաղաքապետարանից շատ անկանոն ու ինչ պատասխան անբովանդակ պատասխան ենք ստացել, որ այս պահին նպատակահարմար չէ կամ սեպտեմբերի 1-ին կիրականացնենք, սակայն քաղաքապետը խոսել է սեպտեմբերի 1-ի մասին դեռևս 2 տարի առաջ եւ 2 սեպտեմբերի 1 արդեն անցել է ու մենք ոչ Ծիծեռնակաբերդի այս խճուղում, ոչ Մոնտեմերկոնյան փողոցի հատվածում, ոչ Լենինգրադյան փողոցի հատվածում չունենք ոչ գծանմուշ, ոչ կանգառներ, ոչ նորմալ տրանսպորտ, որից կարողանան մարդիկ օգտվել։ Ես կարող եմ շարունակել։ Նորմալ երկրներում նոր թաղամաս կառուցվելու դեպքում նույնիսկ մետրոյի կայարան են կառուցում։ Այստեղ ապրում է 4000 բնակիչ եւ մենք զրկված ենք տարական մեր իրավունքներից, որն է տեղաշարժվելու իրավունքը, մեր հիմնարար իրավունքներից մեկից։ 2.5 տարի առաջ, ինչպես նշեց բնակչուհին, հանդիպել ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ եւ նա ասել է անձամբ խոստանում է մինչեւ սեպտեմբերի 1-ը հարցը լուծված կլինի։ Սկզբում ուղակի զեբրայի տեսքով եւ լուսացույցի կանչովի, հետագայում վերնանցումի տեսքով։ Նաև դիմել ենք թաղապետարան, տվել ենք բազմաթիվ դիմումներ, բայց քանի որ ոչ մեկի չի հետաքրքրում 4000 բնակչի ճակատագիրը եւ ամենօրյա ազատ տեղաշարժման, ապահով տեղաշարժման հնարավորությունը, ստիպված դիմել են կես քայլին, մեզ էլ հաճելի չի իջնել փակել ճանապարհները, բայց ստիպված դիմել են կես քայլին։ Եվ հաջորդ անգամ շատ ավելի երկար ենք պահելու փակ ճանապարհը։ Մենք ասացինք մինչև հունիսի 1 կամ հաջորդ շաբաթ, չգիտեմ, թաղամասը շատ ակտիվ է, ունենք չաթեր, կքննարկենք, կորոշենք հաջորդ անգամ ինչ պետք է անենք։ Բայց այսպես շարունակել այլևս անհնար է։ Իմ երեխաները ամեն օր ֆիզմաթ են գնում վտանգավոր ճանապարհներով եւ վերադառնում են վտանգավոր ճանապարհներով։ Այո, փողոցը փակել ենք, երեխաներին տվել ենք կավիճներ, գծել են, դա ուղղակի տենց խաղաղ ակցիա է, մյուս անգամ չգիտեմ ինչ ենք անելու, բայց հաստատ այսպես թողնել, հասկանում եք, սա քմահաճույքի հարց չի, սա մեր երեխաների ամենօրյա անվտանգության հարցն է։ Մարդու իրավունքների խնդիր է, որովհետև մարդը հնարավորություն չունի անցնելու մյուս փողոցի մյուս հատվածը ու երթևեկի նորմալ դպրոց հասակ երեխաներ կան բազմաթիվ այստեղ բնակվող, մանկապարտեզ գնացող երեխաներ, ծերերը, ասենք հազար ու մի խնդիր կա, էլի չենք կարողանում։ Այստեղ եւ վրաերթի դեպք ա եղել, Փարքաստո, որ մահվամբ չի ավարտվել, եւ մոտոին են խփել, որովհետեւ անընդհատ անկայուն իրավիճակ է առաջանում։ Վերջ։ Էլ կա մարդու տղամարդանք Ժողովուրդ տղամարդ պետք է խոսա մի հատ էլ։ Երեխեք կան մարդիկ, որ Մարդը խոսել է։ երեխեքից, հա? Ով երեխեքից է։ Ասա փողոց հասնում եք անվտանգ է, չեք կարողանում։ Բարեկին ասեք վրագա։ Շունը խանգարում է։ Պետք է պահեմ։ Մենք վերածնունդ թաղամասի բնակիչներով այսօր ակցիա ենք կազմակերպել Ծիծեռնակաբերդի խճուղում երեխաները հետնյութային անցում էին գծում։ Նպատակը կայանում է նրանում, որպեսզի այստեղ ապահովի քաղաքացիների անցումը։ Մենք հասկանում ենք, որ միգուցե այդ բարեկային ծառայության կամ ճանապարհային ոստիկանության կողմից այստեղ անցում կամ լուսացույց տեղադրվել հնարավոր չի, բայց խնդրում ենք վերգետնյա անցում կառուցել։ Արդեն 2 տարի քաղաքապետարանին դիմում ենք ու 2 տարի ստանում ենք պատասխան, որ բյուջե չկա հատկացված, բայց բյուջեն միգուցե, չգիտեմ, մենք էլ մեր կողմից ասում ենք քաղաքացիներով, այս բնակիչներով, որ կարանք մեր կողմից ինչ-որ մի հատ գումար հավաքագրենք, օգնենք, եթե չգիտեմ քաղաքապետարանը չի կարողանում այդ բյուջեն տրամադրի
Ուղղակի ուզում ենք, որ քաղաքապետարանը մեզ ընդառաջ գա, մեր խնդրի հետ կապված ոնց որ ասած ուղղակի չասի հնարավոր չի կամ այդտեղ չի նախատեսվում։ Մենք եկեք երկխոսության մեկ եկեք հասկանանք ինչ կարելի է անել, որովհետև մի թաղամաս 1000 բնակարան, չգիտեմ, արդեն բնակիչների քանակով մենք ինչքան ենք հասել, ուղղակի կտրված են ամեն ինչից ու չեն կարողանում փողոցը անցնել գնալ։ Ամեն անգամ շատ երկար գայլում են մինչև Լենինգրադյանի վրա անցումով գնում են ու մինչև Համալիրի մոտիկ անգարը դա տևում է 20-25 րոպե։ Այստեղ բացի թաղամասի բնակիչներից նաև Համալիրում ինչ-որ միջոցառման դեպքում էլի քաղաքացիները գալիս են, նորից կանգնում են խնդրի առաջ, չեն կարողանում փողոցը անցնել, որպեսզի իջնեն կենտրոն։ Ու նաև հակառակը, այնպես չի որ մենակ էս ամեն ինչը կատարվում է վերածնունդ թաղամասի համար։ Սա Երևան քաղաքի համար է։ Քաղաքը մեծացել է, քաղաքը ոնց որ զարգացել է, պետք է մի հատ վերնանցում կառուցել, որպեսզի կարողանան քաղաքացիները անխոչուդոտ փողոցը անցնեն եւ մտնեն իրանց բնակարանները եւ հակառակը դուրս գան։ Այդքան է, շնորհակալություն։ Երեխաները մի նախադասություն երեխաները Համալիր հելնելու համար տաքսի ենք կանչում, որ գնա ֆրա գա դիմացի մայթ հելնելու համար։ Ասել ենք, գնացել ենք, ոչ մի բան, մարդը պատասխան նպատակահարմար չի։ Այդ ամենը շատ Հակել ենք, անցում ենք նկարը վերջացրել, լույս ենք ինձ թվում է ձեր բանջը համապատասխան մարմին ենք հասնել։ ինչ է համապատասխան։ Կհասնի էլի տեղ ինչ-որ։ Հա, լրագրողների միջոցներով կհասնի, ձեր միջոցներով եմ հարցնում ինչ պետք է անեմ։ Մենք ձեզ սպասում էինք, դուք շատ ուշ եկաք եւ մենք Նախորդ անգամ շուտ ենք եկել։ անում վարորդների հետ։ Եղավ շատ։ Հաջորդում ունի մեկին Բարի ծառայություն ձեզ։ Ինչ-որ մի ձեր կարողացան օգնել ձեզ։ Չէ։ Ցավում են, իրանք էլ են կարծում, որ պետքա, բոլորն է կարծում են, որ պետքա, բայց հնարավորություն չունի մեր քաղաքապետարանը, մեր պետությունը օգնի մեզ։ Իրենց գալու նպատակը ո՞րն էր։ Դե երևի ինչ որ հաղորդում են ստացել, որ ստեղ ինչ որ խնդիր կա, ինչ որ ձևով եկել հասել են, բայց ուշ, չգիտեմ խի ուշ։ Այն ժամանակ էր պետք որ մարդիկ դուրս էին գալիս իրենց ավտոներից, մեր հետ կռիվ էին տալիս, բայց ստեն ստացվեց։ Ուզում եմ իջնեմ գալու, Տունաստելու համար երկար վտանգավոր ճանապարհ ենք անցնում, դրա համար ուզում ենք, որ այս կանգառը լինի, որ ավելի հեշտ լինի ու անվտանգ։ Ես նույն ճանապարհով ես եմ անցնում, նույն վտանգավոր ճանապարհով ես եմ ամեն օր անցնում ու եթե կանգառը լինի, մեր դպրոցից հեշտ կկարողանանք ավտոբուսով գալ ու անցումով անցնենք դեպի մեր թաղամաս։ Լավ, չէ,
Ռեսուրսը մյուս անգամ ավելի մյուս անգամ ավելի երկար պիտի բայ, հետև այսքան մարդու ռեսուրսը մի տեսակ վատնեցինք։ Մյուս անգամ երկար կպահենք խոստանում ենք։ Հստակ օր կա, թե Այստեղ խոսվում էր հունիսի 1-ի մասին, բայց մենք թաղամասային չաթ ունենք, այդ չաթով քվեարկելով հստակ կորոշենք։ Միգուցե մյուս շաբաթ նորից փակենք։ Որտեղ ամեն մի օրը կարևոր է, անվտանգային հարց է, քմահաճույք չի։ իսկ բնակիչների քանի տոկոսն է մասնակցում ձեր ակցիային։ Քանի որ այսօր ոչ աշխատանքային է եւ շատերը երկրում չեն, քաղաքում չեն, այս անգամ մի քիչ, մյուս անգամ աշխատանքային օրով կփակենք։ Ուղղակի նաեւ չուզեցինք այդքան մեծ իրարանցում ստեղծենք, դրա համար ընտրեցինք ոչ աշխատանքային օր, բայց եթե կտեսնենք, որ ոչ մի ուշադրություն դարձնող չկա մեր վրա, բնական է մյուս անգամ ավելի։ Եթե անկարծ քաղաքային իշխանությունները որևէ կերպ չարձագանքեն եւ մեր խնդրին լուծում չտան, մենք բնակիչներով որոշել ենք հաջորդ ակցիաները կազմակերպել նաեւ կառավարության շենքի մոտ, հուսալով, որ գոնե կառավարությունը այս խնդրին ինչ որ կերպ կարձագանքի եւ մեր խնդրին լուծում կտա։ Չաթում ուրեմն քվեարկություն դրված բնակիչների 47%-ը քվեարկել է, որ մասնակցել է, այսինքն այսօրվա ակցիային մնացած 53% ժամանակային առումով չեն կարողացել մասնակցել, ըստ այդ քվեարկության արդյունքներն են իմ ասում։ Հաջորդ անգամ հույսով եմ ավելի շատ ժամերը կհամեմատեն ու ավելի շատ մարդիկ կմասնակցեն ակցիային։ Հիմա այս բայդրությամբ թաղամասի միակ խնդիրը Թաղամասի խնդիրը կանգառ չունենալը, հեծոտնային անցում չունենալ դեպի մյուս մայթ, ամեն առավոտ, ոչ միայն առավոտ, որ նաև դասից հետ գալուց, երեխեքին դպրոց ճանապարհելը, դպրոցից հետ գալը մեծ խնդիր է առաջանում, որտեղ եթե նայեք պետք է իջնեն կիլոմետրեր ավել պետք է քայլեն առանց անցումների ճանապարհով, հասնեն Լենինգրադյանի կանգառ, որպեսզի կարողանան գնան դեպի, չգիտեմ, Մալացիա, Դավթաշեն։ Կարծիքով խնդիրը ում պատասխանատվության դաշտում է, Երևանի քաղաքապետարանի, թե շենքի Շենքի հետ կապ չունի, տարբեր ատյաններին դիմել ենք, ինչ-ինչ պատճառներով ամեն անգամ արդեն այս տարիների ընթացքում մերժում են, որոշեցինք ակցիան կատարենք, պատասխանատվություն չընտրելուց։ Շատ